Ոսկորների և հոդերի ցավերը այսօր պացիենտներին ժամանակակից բժշկությունը ալոպաթիկ սովորացրել է, որ եթե այդտեղ է ցավում, ուրեմն այդտեղի հետ է պետք աշխատել և նույնիսկ պացիենտների շատերի մեջ չի տեղավորվում, որ ցավը կարող է որևէ հիվանդության հետևանք լինել և չի տեղավորվում նրանց մեջ, շատերի մեջ, որովհետև այդպես են սովորացրել, որ հնարավոր չի ցավը մեկ ուրիշ օրգանի պատճառով և այդ օրգանը մեկ ուրիշ բուժելուց հետո ցավը անցնել։ Բայց հիմնականում հոդերի, ոսկորների, նաև ինչու՞ չէ մկանների ցավերը ոչ միշտ են, որ լոկալ են, այսինքն պատճառը ոչ միշտ է, որ լոկալ է, տեղային է, եթե տրավմաներ չեն եղել։ Տրավմաների բուժումը այլ է և մոտեցումն է այլ, իսկ եթե խրոնիկ ձևով է ցավում և ցավը աստիճանաբար է շատացել, նույնը վերաբերում է հոդերի բլջիկներին, աճառային, այսինքն հյուսվածքներին, նույնը վերաբերում է մկանային հյուսվածքներին, ապա պատճառները դրանց շատ են և այստեղ հմուտ բժիշկը պետք է գտնի, որովհետև օրինակ եթե ծնկների հետ է խնդիրը, ապա պետք է փոքր կոնքի օրգանները ստուգել, գոտկատեղի հատվածը ստուգել և եթե մկանային համակարգը թուլանում է, աճառային համակարգը քայքայվում է, ոսկրային համակարգը քայքայվում է, ապա պետք է նաև լյարդը ստուգել, այսինքն կալցիումի յուրացումը նաև, վիտամին D-ի սինթեզը և այդպես շարունակ, և եթե ոսկորների ցավ է, ռևմատիկ ցավ, ապա կարող է և խրոնիկ ինֆեկցիաներից լինել, նույն խրոնիկ տանզալիտիս կարող լինի, այսինքն բակտերիալ, եթե սխալ են բուժել, այսինքն բակտերիալ հիվանդությունը, եթե հակաբիոտիկներով են բուժել, դա վերածվում է խրոնիկի և կարող է արդեն խրոնիկ ռևմատիզմ առաջանալ։ Սեռավարակներից ռևմատիզմ խրոնիկ կարող է առաջանալ, եթե խրոնիկ ձևով է վերածվել խրոնիկի, այսինքն հակաբիոտիկներով ճակերտների մեջ բուժվել է, այսինքն ճնշվել է ախտանիշը, խնդիրը գնում է ներս և բակտերիաները վերածվում են սպորների և արդեն ապրում են հյուսվածքներում և իմունային համակարգը հարձակվելով այդ սպորների վրա նաև վնասում է սեփական հյուսվածքները, որովհետև սպորները արդեն ապրում են հյուսվածքներում, երբ որ հակաբիոտիկներով ճնշվում են, բակտերիան վերածվում է սպորների և իր կեղևը կորում է, այդ բակտերիան սիմբիոզի մեջ է մտնում բջիջների հետ, սկսում է սնվել բջիջների, այսինքն օրգանիզմի հյուսվածքների բջիջների հաշվին և ինքը ավելի է շատանում, ահա հակաբիոտիկների վնասը ինֆեկցիաները բուժելու դեպքում։ Եվ այսինքն ոսկորային ցավը կարող է նույն, եթե ընդհանուր է, նույն խրոնիկ ինֆեկցիայից լինել, հնարավոր է նույն լյարդի հիվանդություններից և ինչու է, որ օրինակ ուսերը չի ցավում, ծնկներն է ցավում կամ ինչու է մի ուսը ցավում, այստեղ պատճառները կարող են մի քանիսը լինել, այսինքն մի կողմից կալցիումի յուրացումը ընկած է և վիտամին D-ի սինթեզն է ընկած, նախօրոք նշեմ, որ վիտամին D խմելով հարցը չի լուծվում, եթե սինթեզը ընկած է, ապա լյարդն է հիվանդ։ Այդ հիվանդությունների պատճառով լյարդի անոթներում, այսինքն խոլեստերինը կարող է բարձրանալ, անոթները, լուսանցքները նեղանան, սնուցումը քիչ ստանա, գումարվի դրան, որ ավելի շատ է քայլում կամ երիկամներում է խնդիր, եթե եղավ գոտկատեղի ավելի սպազմի տակ է լինում, այդ դեպքում ծնկները ավելի շուտ են սկսելու քայքայվել, քան ուսը, բայց ընդհանուր քայքայման պրոցեսը ընդհանուր է տեղի ունենում, ուղղակի մեկ օրգանի կամ մեկ վերջույթի վրա ճնշումը կարող է ավելի շատ լինել, քան մյուսին և այդ
շատ ճնշում ունեցող օրգանը ավելի շուտ շարքից դուրս գա։ Աճուսը, եթե ցավում է, եթե կարող են նույն լյարդի հիվանդությունից ցավել, ծնկները կարող են երիկամների, ոտքերը կարող են սեռական օրգանների, կոնքով սկրելը սեռական օրգանների պատճառով, պոչուկային հատվածը սեռական օրգանների պատճառով, թարախային կուտակումները պոչուկային շրջանում աղիքային հիվանդությունների պատճառով, այսինքն նույն հոդերը, այսինքն արտաքին ախտանիշները հիմնականում, եթե խրոնիկ ձև են և տրավմա չի եղել, ապա դա ներքին հիվանդության արդյունք է և անհնար է բժշկել ծնկները սրսկելով, ներարկելով ծնկների մեջ կամ ջուրը հանելով կամ դրանք բոլորը արգելված են բժշկման ժամանակ, եթե ճիշտ բժշկման ժամանակ ոչ ջուրն է կարելի դուրս հանել, այսինքն հեղուկը ծնկներից ավելորդ ոչ, ներարկել որևէ պրեպարատ, որը մեջը հյուսվածքները, այսինքն այդպես են բացատրում, պրոցեդուրայի իմաստը, որ հյուսվածքները վերականգնի, բայց իրականում առաջանում է ոսկրացում և եթե ներարկում են այդպիսի պրեպարատներ, տալիս է մի շրջան, որ պացիենտի ծունկը ընդհանրապես չի բացվում, չի ծալվում, այսինքն ուրիշ խնդիրներ են առաջանում և իրական հիվանդությունը գնում է ներս, որովհետև այդ նյութերը, որ ներարկում են, դրանք նաև ամբողջ օրգանիզմում կալցիումի յուրացումն են ավելի նվազեցնում և ավելի կողմնակի ազդեցությունով լյարդը և լյարդն են վնասում, եթե հիվանդը ավելի հիվանդանում լյարդը և այդպես շարունակ, կողմնակի ազդեցությունները շատ են, բայց խելացի և բժիշկը մտածող և պացիենտը հիմնականում հարց է տալիս, ինչու է ցավում, հենց ինչու ծնկները և ինչու սկսեցին ծնկները կամ ինչու է աջ թևը, այլ ոչ թե ձախը, կամ ինչու է աջ ծունկը ավելի շատ ցավում, քան ձախը և պատճառները գտնելուց հետո սովորաբար, երբ որ պատճառները դուրս են հանում, խնդիրը անցնում է, նույնը վերաբերում է անոթային սնուցմանը, լինում է, որ անոթներում լուսանցքները նեղացած են կամ մասնակի փակ են, լինում է նույնիսկ տոկոսայնությամբ մեծ մասնափակ լուսանցքի, դա լինում է և խոլեստինի հետ կապված և կարող է տրոմբոզ լինել, կարող է խոլեստին լինել, այսինքն ավելորդ խոլեստինից, կարող է սպազմ լինել մկանային այդ հատվածում, այսինքն դա էլ պետք է հասկանալ պատճառը, երբ որ հեռացնում են, անոթները բացվում են, ոտքերը ուժը գալիս է տեղը և այդպես շարունակ և վերականգնման պրոցեսն է, այսինքն պետք է այդ կաղապարից դուրս գալ, որ եթե ծունկն է ցավում, ապա այդտեղ պետք է ներարկել կամ եթե ինչ տեղն է ցավում, ապա ցավազրկող կամ բլոկադա պետք է անել այդ հատվածը, դա շատ վնասակար հետևանքներով պրոցեդուրաներ են և դա սահմանափակում է մարդու մտածողությունը և նույն բժշկման հնարավորություններն էլ է սահմանափակում այդպիսի մտածողություն, իրականում երբ որ կոմպլեքսով հիվանդին են բուժում, այսինքն ոչ թե բուժել կոնկրետ ծունկը, այլ հիվանդին և եթե հիվանդին բուժեն, ապա ծունկի ցավը ինքը իրեն կանցնի, բայց եթե մենակ ծունկի վրա աշխատեն, ապա հիվանդին ավելի կարող է վնասել, առողջ եղեք։